մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը ձայնը տրվում է հիմնական զեկուցող Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան տիկին Անահիտ Մանասյանին, խնդրեմ տիկին Մանասյան, համեցեք։ Շնորհակալ եմ պարոն Բաքոյան, հարգելի գործընկերներ, այսօր ներկայացնելու եմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի 2000 գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, ինչպես նաև կանխարգելման ազգային մեխանիզմի, այսինքն խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի տարեկան զեկույցը։ Ըստ էության երկու զեկույցներն էլ հրապարակային ներկայացված են եւ վստահ եմ առիթ ունեցել եք ծանոթանալու զեկույցների բովանդակությանը, հետեւաբար այդ հանգամանքը նկատի ունենալով, նաեւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ընդհանրապես մի քանի րոպեի ընթացքում հնարավոր չէ սպառել այն բոլոր խնդիրները, որոնց անդրադարձ ենք կատարում թե տարեկան հաղորդման, թե տարեկան զեկույցից շրջանակներում, թե նաեւ այն բոլոր խնդիրները, որոնք մարդու իրավունքների առնչությամբ Հայաստանի Հանրապետությունում արկա են։ Ես պարզապես զեկույցի շրջանակներում անդրադարձ կկատարեմ մի քանի հարցադրումների, բայց կուզենամ ի սկզբանե հայտարարել, որ այնպես չէ, որ այն հարցադրումները, որոնք իմ այս ելույթի շրջանակներում չեն ներկայացվում, դրանք խնդրահարույց խնդիրներ իրենց մեջ չեն պարունակում եւ դա երևում է թե մեր տարեկան հաղորդումից ու տարեկան զեկույցից ու երևում է նաեւ մեր պարբերաբար իրականացվող գործունեության համատեքստում, հետեւաբար ուրախ կլինեմ, եթե նաեւ հարցերի համատեքստում հարց ու պատասխանի ձևաչափով այն բոլոր հարցադրումները, որոնք հետաքրքրում են եւ այնպես կստացվի, որ իմ զեկույցի շրջանակներում կամ ելույթի շրջանակներում չեն հնչի, կխնդրեմ նաեւ դրանց վերաբերյալ հարցեր ուղղել, որպեսզի նիստին հետևող նաեւ հանրությունը տեղեկացված լինի այդ թվում այդ հարցադրումների առնչությամբ մեր տեսակետներից։ Ես նշեմ, որ այս տարի մենք մի քանի նորամուծություններ ունեցել ենք մեր տարեկան հաղորդման եւ կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցի համատեքստում։ Նախ բացի ավանդաբար ներկայացվող խնդիրներից, որոնք տարիների կտրվածքով մշտապես են ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում, այս տարի մի շարք խնդիրներ ենք հասցեավորել, որոնք մինչ այդ ըստ էության ներկայացված չեն եղել կամ որպես խնդիր համակարգային առումով վերլուծված չեն եղել։ Եթե վերցնենք քաղաքացիական սոցիալ-տնտեսական իրավունքների, հանրային ծառայությունների գործարարության իրավունքի բնագավառը, դրանց թիվը մոտավորապես նույնիսկ կարող է 3 տասնյակի հասնել, հետևաբար դրանք էլ այս պահին ինքս երևի թե չեմ կարողանա հստակ թվարկել, պարզապես կուզենամ հատուկ շեշտադրել, որ մի շարք երևույթներ կան, որոնք նաև հատկապես ակտիվ հրապարակային գործունեության շրջանակներում ենք ներկայացրել, մասնավորապես օրինակ ըստ էության հանրային աղմուկի խնդրին անդրադարձ ենք կատարել նաև խորհրդարանական լսումների համատեքստում, չենք խոսել այս մասին, բայց հիմա կուզենամ հրապարակային ներկայացնել, մինչ այս տարեցները որպես խումբ առանձին, որպես խոցելի վիճակում գտնվող անձանց խումբ եւ այլն շատ քիչ երկրներում է որպես այդպիսին առանձնացված եղել եւ քննարկման առարկա դարձվել։ Մենք այս տարի սա հատուկ առանձնացրել ենք որպես խնդիր, նաեւ շեշտադրեմ, որ ինքս նախորդ տարի ընտրվել էի եվրոպական բոլոր մի հաստատությունները միավորող մարմնի կառավարման խորհրդի անդամ եւ ես ու իմ այլ մի գործընկերները Արևմտյան Եվրոպայի երկրներից առաջարկությամբ ենք հանդես եկել ու կառավարման խորհուրդը հաստատել է, որպեսզի այս ոլորտը եվրոպական ամբողջ տարածաշրջանի համար դառնա առաջնահերթություն, հետեւաբար այս ոլորտը բացի մեզ մոտ քննարկման առարկա լինելուց արդեն որպես առանձին բնագավառ այդ թվում հակախտրականության ու իրավահավասարության ոլորտում նաեւ ընդհանուր է անդրադարձ կատարվել։ Կուզենամ անդրադառնալ օրինակ պատժից ազատվող եւ բնակության վայր չունեցող դատապարտյալներին բնակարանի վարձավճարի հատուցում չտրամադրելու եւ այլ խնդիրներին, որոնք եւս խնդիրներ են, այսպես ասեմ, հա, սրանց ըստ էության սրանց վերաբերյալ շատ քիչ դեպքերում է հրապարակային խոսվում։ Միևնույն ժամանակ երևի թե ամենախոցելի վիճակում գտնվող խմբերի մասին է խոսքը, հետեւաբար միանշանակ սրանք հարցեր են, որոնց պետք է անդրադառնալ։ Բայց ես երևի թե դարձել այս փուլում չկենտրոնանամ հիմնական դետալները ներկայացնելու վրա, նաև բոլոր 30 խնդիրները չթվարկեմ։ Անդրադառնամ նաև այն հարցին, որ կան խնդիրներ, որոնք նաև նոր տրամաբանությամբ ենք դիտարկել, օրինակ ոստիկանական բռնությունների կամ անհամաչափ ուժի կիրառման հետևանքով արկա տարբեր վարույթների, պատասխանատվության, անխուսափելիության եւ այլ հարցերը միշտ իհարկե քննարկման առարկա եղել են, բայց շատ ավելի տարալուծված ձևաչափ
չափով տարբեր հարցերի համատեքստում մենք այս տարի հատուկ հատված ենք առանձնացված հատված այս խնդրի առնչությամբ, մասնավորապես խնդրահարույց դիտարկելով անհամաչափ ուժի կիրառման կամ բռնությունների կիրառման արդյունքում կլինեն դրանք հատկապես այս ոլորտը ոստիկանական բռնությունների մասով, թե նաև ազատությունից զրկման վայրերում բռնությունների արկայության պարագայում, եթե ուժը անհամաչափ է կամ նույնիսկ վատ վերաբերմունքի դրսևորումների է հանգեցնում, պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի չպահպանման մասին դրա վերաբերյալ հիմա մի փոքր ավելի ուշ կփորձեմ խոսել, սա պարզապես որպես օրինակ վերեցի առանձին խնդիրների, որոնք նաև փորձել ենք որոշակի առումով նաև այլ ձևաչափով ներկայացնել, բայց քանի որ հենց այս հարցադրմանը որպես օրինակ անդրադարձակ, ուզենամ միանգամից բովանդակային խնդիրների համատեքստում հատուկ անդրադարձ կատարել ընդհանուր առմամբ ոստիկանության կողմից կիրառվող ուժի համաչափության խնդրին, որը այսքան տարիների կտրվածքով մենք անընդհատ այս խնդրի վերաբերյալ խոսում ենք եւ մինչեւ այժմ այս խնդիրը ըստ էության լուծում չի ստացել, որովհետեւ տարատեսակ են դեպքերը, երբ մենք արձանագրում ենք առերևույթ անհամաչափ ուժի կիրառման իրավիճակ կամ դեպքեր, իհարկե քննչական մարմին չենք, հետեւաբար կամ դատարան չենք, հետեւաբար ես հիմա չեմ ուզենա այսպես վերջնական դատական ակտերի կոնտեքստով հարցին անդրադարձ կատարել, բայց առերևույթ անհամաչափ ուժի արկայությունն ինքնին խնդրահարույց է միանշանակ ցանկացած իրավական ժողովրդավարական պետության համատեքստում, այս առումով կուզենամ նաև նախորդ տարվա կտրվածքով անդրադառնալ օրինակ հատուկ միջոցների կիրառման հետ կապված խնդրին, որի առնչությամբ երևի թե այս փուլում ամենակարևոր հանգամանքներից մեկը, որին պետք է անդրադարձ կատարել, դրա վերաբերյալ անընդհատ եմ խոսել, նաև տարեկան հաղորդման շրջանակներում եմ արձանագրել, խնդրահարույց եմ համարում այն հանգամանքը, որ մինչ այժմ հանրությունը պատշաճ տեղեկատվություն չունի այն հարցի հետ կապված, թե օրինակ ինչ հատուկ միջոցներ են կիրառվել, ինչ տրամաբանությամբ, համաչափության հետ կապված առնվազն տեղեկատվություն, որը հանրության համար կարող է կարևոր լինել այս հարցերի վերաբերյալ պատշաճ եզրահանգում իրականացնելու համար։ Դարձյալ այս կոնտեքստում հիմա չեմ ուզենա այլ հարցադրումների անդրադարձ կատարել, զուտ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժամանակը սահմանափակված է եւ ես ստիպված եմ մի շարք հարցերի վերաբերյալ այդ ժամանակահատվածի կոնտեքստում խոսել եւ մի շարք հարցերի անդրադարձ կատարել, բայց եթե լինեն հարցեր նաեւ այս խնդիրների առնչությամբ, ուրախ կլինեմ դրանց պատասխանելու։ Հիմնական հարցը, որ կուզենամ այս համատեքստում բարձրաձայնել, այն է, որ ըստ էության անընդհատ այո խոսում ենք այն մասին, որ այս գործերի առնչությամբ ոչ մենք, ոչ որևէ այլ սուբյեկտ չի կարող եզրահանգում կատարել, բացի պատշաճ իրավասու սուբյեկտներից կլինեն դրանք նախնական փուլում քննչական մարմիններ, հետո դատական մարմիններ եւ այլն, բայց ըստ էության մենք ունենք մի իրավիճակ, երբ թե այս գործի, թե ընդհանրապես անհամաչափ ուժի կիրառման հետ կապված գրեթե բոլոր գործերի համատեքստում շատ քիչ դեպքերում է, որ օրինակ քրեական հետապնդում է հարուցվում պետական մարմինների իրավասու ներկայացուցիչների նկատմամբ, օրինակ ոստիկանության ծառայողների կամ, չգիտեմ, ազատությունից զրկման վայրերում ծառայողների նկատմամբ եւ այլն, ինչը բնականաբար խնդրահարույց է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այստեղ անհամաչափություն կա քաղաքացիների նկատմամբ տարբեր քրեական վարույթների շրջանակներում, քրեական հետապնդումների արկայության առումով, հետեւաբար, եթե մոտեցումը միասնական լիներ, միգուցե գաղափար այն կլիներ, որ սա ընդհանուր քաղաքականության կամ ընդհանուր ստրատեգիական դիրքորոշումների արդյունք է, բայց այս դեպքում առնվազն մտահոգություններ բնականաբար յուրաքանչյուրիս մոտ կարող են առաջ գալ։ Հաջորդ հարցը, որին կուզենամ անդրադառնալ, բայց դարձյալ չեմ ուզենա մանրամասները այստեղ ներկայացնել, կրթության իրավունքին վերաբերելի բնագավառ, որտեղ իմ գործընկերների առաջարկությամբ ինձ հետ աշխատող եւ նաեւ մեր համատեղ քննարկումների արդյունքում որոշել ենք նոր բնագավառ ավելացնել, այսպես ասած, մեր կողմից կրթության իրավունքին առնչվող հարցերը քննարկելիս, մասնավորապես ուսումնական հաստատություններում, հատկապես բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների հոգեկան առողջությանը վերաբերելի հարցերն են, որոնք տարբեր արևմտյան պետություններում շատ լուրջ քննարկման առարկա են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների, հաստատությունների կողմից, մինչդեռ մեզ մոտ սրան կարելի ասել կամ ընդհանրապես ուշադրություն չի դարձվում, կամ քայլերը շատ հատվածական են իրականացվող, հետևաբար այս ուղղությամբ միանշանակ անհրաժեշտ է շատ համակարգային աշխատանքներ իրականացնել եւ համակարգային լուծումներ գտնել։ Բնականաբար մեր գործունեության շատ մեծ ոլորտ կազմում են ազատությունից զրկված անձանց իրավունքները, նրանց իրավունքների պաշտպանությունը, դա նաեւ մեր հրապարակային գործունեությամբ եւս երևում է, որովհետեւ ես անձնապես եմ շատ ակտիվ այդ թվում հենց այս բնակավարում, որում ոչ միայն Հայաստանում, նաեւ ինքս
Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամ եմ եւ նաեւ սա ընդհանուր առմամբ ակտիվություն է, բայց Հայաստանում հատկապես այս ոլորտի նկատմամբ մոնիթորինգային այսպես կարևոր հայացքը մշտապես իհարկե կա, բայց նաեւ հատուկ մոնիթորինգային ուշադրությունը եւ ոչ միայն մոնիթորինգային ուղղված է այն պատճառով, որ բազմապիսի են խնդիրները այս ոլորտում, մասնավորապես ես առիթ ունեցել եմ ինքնավնասումների, ինքնասպանությունների դեպքերի վերաբերյալ անընդհատ խոսելու եւ սա ըստ էության շատ լուրջ խնդիր է ազատությունից զրկման վայրերի համատեքստում, նշեմ, որ այս դեպքերը իրականում աշխարհի բոլոր երկրներում են առկա, բայց ուզում եմ հատուկ արձանագրել, որ թե դրանց թիվը, թե դրանց կանխարգելման իրական մեխանիզմները, ոչ թե թղթի վրա գրված մեխանիզմները, այլ ռեալ քայլերը, որ իրականում իրականացվում են, ռիսկերի գնահատումը եւ այլն, միանշանակ շատ հեռու է այն միջազգային չափանիշներից, որոնք իրականում պետք է արկա լինեն, հետեւաբար այս առումով միանշանակ պետությունը պետք է բազմապիսի քայլեր ձեռնարկի խնդիրները հաղթահարելու ուղղությամբ, հակառակ պարագայում բնականաբար սա խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելման տեսանկյունից եւս շատ լուրջ խնդիր է, եթե չթվարկենք մնացել այլ խնդիրները, որոնց այս հարցերը կարող են հանգեցնել։ Իհարկե պահման պայմանների հետ կապված խնդիրներին մենք անընդհատ ենք անդրադառնում, երևի թե ավելորդ կլինի, եթե ես հիմա նորից խոսեմ մեր քրեակատարողական հիմնարկների պահման պայմանների հետ կապված շենքային պայմաններ եւ այլն այս խնդիրների մասին։ Իհարկե որպես լավ զարգացում պետք է նշեմ, որ օրինակ Աբովյան քրեակատարողական հիմնարկում նախորդ տարի այս տարվա սկզբում բավականին լուրջ աշխատանքներ իրականացվել են, բայց դա ընդհանրապես բավարար չէ մեր քրեակատարողական համակարգը միջազգային չափանիշներին բավարարող շենքային պայմաններ ունեցող համակարգ համարելու դիտանկյունից։ Ես ինքս իհարկե իմ այցերի ընթացքում էլ տարբեր խնդիրների վրա կենտրոնանում եմ, նաև ցմահ դատապարտյալների հետ եմ որպես առանձին խումբ փորձել լուրջ աշխատանքներ իրականացնել ու առաջիկայում մենք մեր տարեկան հաղորդման շրջանակներում այս խնդիրները չենք հասցեավորել հատուկ այն ծավալով, որը հասցեավորելու ենք առաջիկայում, որովհետև պետք է մի քանի ձևաչափով քննարկումներ ունենանք, բայց այս մասով օրինակ շատ բարձրացվող հարցերից են, ես հիմա ուզում եմ հատուկ պարզապես բարձրաձայնել պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված խնդիրները, անվտանգության գոտիների փոփոխության հետ կապված հարցերը եւ մի շարք այլ հարցեր, որոնք այս խմբի տեսանկյունից օրինակ մշտապես մեզ ներկայացվում են։ Իհարկե կարող եմ այստեղ տարբեր այլ հարցերի վրա էլ կենտրոնանալ, օրինակ եթե խոսքը օտարերկրացի դատապարտյալների մասին է, ընդհանրապես նրանք բավականին մեծ բարդություններ ունեն հատկապես հաղորդակցման տեսանկյունից, ազգային, նու չասեմ ազգային փոքրամասնությունները, բայց օրինակ օտարերկրացիները կարող են խնդիրներ ունենալ իրենց սննդի պայմանների բավարարման եւ այլնի առումով իրենց առանձնահատկությունները նկատի ունենալով, բայց դարձյալ նկատի ունենալով ժամանակային սահմանափակվածությունը, հիմա չխոսեմ դրա մասին, եթե որևէ մեկին հետաքրքիր լինի, կխնդրեմ պարզապես այդ հանգամանքներին անդրադարձ կատարել։ Ես նշեմ, որ մենք այս տարի առաջին անգամ որպես նորամուծություն ունենք մեր կանխարգելման ազգային մեխանիզմի զեկույցում նաև թվային հաշվարկ հատուկ մեթոդաբանությամբ, թե առաջարկների քանի տոկոսն է ընդհանրապես կարելի համարել կատարված մեր կողմից նախորդ տարի օրինակ արված առաջարկների։ Ըստ էության մեր հաշվարկները հուշում են, որ եթե կատարված ու շարունակելի կատարման ենթակա առաջարկների թվում դիտարկենք 12%-ն է կատարված, չի կատարվել 40%-ը եւ մասնակի է կատարվել 48%-ը, ինչը ըստ էության մեզ համար մտահոգությունների տեղիք է տալիս առաջարկների կատարման առումով, սրա վերաբերյալ մի փոքր ավելի ուշ ես կփորձեմ խոսել, նշեմ, որ երևի թե ամենամեծ խնդիրներից մեկը, եթե խոշտանգումների ու վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման մասին խոսենք, ըստ էության նաև այս գործերի քննության հետ կապված խնդիրներն են, որովհետև կարծում եմ, որ բազմաթիվ են դեպքերը, երբ այս գործերի քննությունը ընդհանուր առմամբ չի համապատասխանում այն չափանիշներին, որին պետք է համապատասխանի միջազգային չափանիշների տեսանկյունից։ Օրինակ, այս գործերը պետք է քննվեն անհապաղ, շատ արագ, այսինքն պարզ է, չէ, որ այս գործի քննությունը, եթե 10 տարի հետո տեղի ունեցավ կամ ավարտվեց, ապացույց ձեռք բերելու հնարավորությունները գրեթե բացակայում են եւ ճշմարտությունը բացահայտելու հնարավորությունները եւս։ Եթե կա ողջամիտ կասկած այս դեպքերի արկայության առնչությամբ, այստեղ պետք չի սпасել մարդու կողմից բողոք ներկայացնելու հանգամանքին, որովհետև նաև այս
գործերի պարագայում առանձնահատկությունն այն է, որ այստեղ կարող են մարդիկ ճնշման ենթարկվել, հետևաբար նրանց ասելը, թե օրինակ ես չեմ ենթարկվել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի եւ հակառակը, սա չի կարող որևէ դերակատարություն ունենալ այս գործերի քննության համատեքստում։ Կարծում եմ, որ այս առումով եւս խնդիրները տարբեր են եւ բազմազան են մեզ մոտ առկա, հետևաբար այս հանգամանքներին եւս պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնել, դարձյալ ավելի դետալների չանդրադառնամ, հարցերի ընթացքում ուրախ կլինեմ դրանց պատասխանել։ Նշեմ, որ իրավահավասարության եւ հակախտրականության ոլորտը եւս մեր հատուկ ուշադրության կենտրոնում է եղել, մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին ենք շատ մեծ ուշադրություն դարձրել եւ բավականին մեծ հատված նվիրված է մեր տարեկան հաղորդման շրջանակներում այս խնդիրներին ցավով պետք է արձանագրեմ, որ մեր հասարակությունում ընդհանրապես բավարար չեն թե ընկալումները, թե նաեւ ընդհանուր մեր ամբողջ իրավիճակը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը բավարար մակարդակի համարել դիտանկյունից թեպետ արկա զարգացումներին միևնույն է խնդիրները շատ լուրջ են շարունակում մնալ, որովհետև մատչելիության, խելամիտ հարմարեցումների եւ այլնի դիտանկյունից ընդհանրապես ավելի քիչ թվով կասեմ խնդիրներ լուծված են, քան այն ահռելի խնդիրների քանակը, որոնք ըստ էության ունենք։ Կուզենամ հատուկ երեխաների նկատմամբ բռնությանը անդրադառնալ, որովհետև սա շատ լուրջ խնդիր է ըստ էության Հայաստանի Հանրապետությունում եւ ավելի լուրջ է այն հանգամանքը, որ ըստ էության իրավասու մարմինները շատ դեպքերում չունեն բավարար հմտություններ բռնությունը ճանաչելու, բռնությունը հասցեավորելու եւ այլ հարցերի հետ կապված, եւ սա է պատճառը նաեւ, որ մենք ստիպված այս տարի առանձին արտահերթ զեկույց ենք հրապարակել նաեւ երեխաների նկատմամբ բռնության ճանաչման, հասցեավորման եւ այլ հարցերի հետ կապված, այստեղ էլ առանձնահատկությունները բազմաթիվ են, կխնդրեմ հարցերի տեսքով, եթե կարևոր համարեք դրանց եւս անդրադարձ կատարել։ Ազգային փոքրամասնությունների հետ կապված խնդիրները եւս հատուկ ուշադրության կենտրոնում են եղել եւ այս համատեքստում կուզենամ հատուկ անդրադարձ կատարել այն հանգամանքին, դարձյալ չնայած արկա տարբեր զարգացումներին, մենք նաեւ բազմաթիվ խնդիրներ ենք արձանագրել, դրանց օրինակներից մեկը օրինակ ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման հետ կապված խնդիրն է, որը միանշանակ խնդրահարույց է Հայաստանի Հանրապետությունում, իհարկե տարբեր պատճառներով, շատ դեպքերում պատճառները այսպես օբյեկտիվ կամ սուբյեկտիվ են բերվում, օրինակ, չգիտեմ, լեզվի մասնագետների բացակայություն եւ այլն, բայց ես կարծում եմ, որ պետությունը ըստ էության մշտապես է պարտավորված եղել երաշխավորել այս իրավունքի իրացումը եւ եթե այս տասնամյակների կտրվածքով օրինակ մենք չենք կարողացել ստեղծել ամբիոններ լեզուների ուսուցման համար, չենք կարող պատրաստել մասնագետներ եւ այլն, դա դարձյալ մեր պատասխանատվությունն է եւ դա չի կարող որպես արդարացում բերվել միջազգային տարբեր չափանիշները Հայաստանի Հանրապետության կողմից չկատարելու առումով։ Կուզենամ հատուկ անդրադարձ կատարել կանանց իրավունքներին, նաև գենդերային հավասարության ընդհանուր առմամբ, որովհետև կարծում եմ, որ հատկապես վերջին ժամանակահատվածում բազմաթիվ են դեպքերը, երբ կանանց թե թիրախավորման, իհարկե դրանք միշտ են եղել, բայց հիմա հատկապես սրվել են, այդ թվում տարբեր պաշտոնատար անձանց ելույթների եւ այլնի համատեքստում կանանց թիրախավորելու, անձանց նկատմամբ գենդերային ինքնության եւ սեռական կողմնորոշման հիմքով խտրական խոսույթ նրանց նկատմամբ կիրառելու եւ այլն, որը մեր տիպի պետությունների տեսանկյունից իրապես խնդրահարույց է, որովհետեւ մենք այս առումով ունենք շատ դեռևս ընկալումների խնդիր եւ ինչ որտեղ նաեւ խտրական միջավայր, հետեւաբար այս հարցերին միանշանակ անհրաժեշտ է շատ մեծ ուշադրություն դարձնել։ Անդրադառնամ լրագրողների անխոչնդոտ գործունեությունը երաշխավորելու հարցին, որը կարծում եմ պակաս կարևոր չէ։ Այստեղ եւս խնդիրները բազմաթիվ են, դրանց պարբերաբար անդրադարձ կատարելու հնարավորություն ունենում ենք եւ շատ կարևորում եմ ոչ միայն պարզապես ինչ որ միջոցառումների ժամանակ, հա, չգիտեմ, հավաքների ժամանակ լրագրողների գործունեության երաշխավորում կամ որևէ այլ հրապարակային միջոցառման ժամանակ լրագրողների պատշաճ գործունեության երաշխավորում, այլ ընդհանուր կտրվածքով լրագրողների գործունեությունը նախ ճանաչելու, դրա հետ կապված պատշաճ հարգանք ունենալու եւ այդ գործունեության անխոչնդոտությունը երաշխավորելու դիտանկյունից հարցերը, որոնք միանշանակ դարձյալ բազմաթիվ խնդրահարույց էլեմենտներ ունեն, որոնց պետք է անդրադարձ կատարել։ Իհարկե, այս կոնտեքստում սովորաբար երբ օրինակ մի խմբի մասին խոսում ենք, օրինակ խոսում ենք, չգիտեմ, ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին կամ լրագրողների գործունեությունը պաշտպանելու կարևորության մասին, շատ հաճախ
մեզ այսպես հարցեր են բարձրաձայնվում այն մասին, բայց օրինակ պետք է, չգիտեմ, նույն հավաքների ժամանակ քաղաքացիները եւս իրավունքները երաշխավորեն, հակաիրավական գործողություններ չկատարեն, լրագրողները էթիկական նորմերը պահպանեն եւ այլն, ես կուզենամ հատուկ արձանագրել, որ երբ մենք այս խնդիրներն ենք բարձրացնում, մենք չենք խոսում այն մասին, որ այն մի ոլորտը չպետք է երաշխավորված լինի, բայց որպես պետություն, բնականաբար թե պետական մարմինները, թե հանրային պաշտոնյաները պետք է երաշխավորեն այս բոլոր ոլորտների պատշաճ իրացումը։ Նկատի ունենալով դարձյալ այն հանգամանքը, որ իրապես հնարավոր չէ բոլոր հարցադրումներին անդրադառնալ, ես երևի թե բովանդակային հարցերին անդրադարձը այսպես կամ փոփեմ, ուրախ կլինեմ հարց ու պատասխանի ձևաչափով տարատեսակ հարցերի անդրադառնալ։ Վերջում կուզենամ շնորհակալություն հայտնել մեր այն բոլոր գործընկերներին, ում հետ նաև ամենօրյա շարունակական աշխատանքի միջոցով հնարավորություն ենք ունենում հասցեավորելու տարբեր խնդիրները, խոսքը թե պետական մարմինների գործընկերների մասին է, թե քաղաքասարակության մեր գործընկերների մասին է, ում հետ պիտի անկեղծ լինեմ շատ այսպես ամենօրյա ձևաչափով ոչ թե պարզապես շփումներ ենք ունենում, այլ խնդիրներ ենք հասցեավորում, փորձում ենք դրանց համար լուծումներ գտնել, դրանք տարբեր ձևաչափերով բարձրաձայնել մեր միջազգային գործընկերները։ Մի հարցադրման կուզենամ անդրադառնալ նաև հետագա համագործակցության տեսանկյունից, քանի որ այսօր բավականին մեծ թվով այդ թվում ոչ հանձնաժողովի անդամներ են այստեղ ներկա, սովորաբար երբ մենք գնահատում ենք պետության կողմից կատարումը, տարբեր ոլորտներում նույն մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունների կամ տարբեր այլ միջազգային կազմակերպությունների առաջարկությունների տեղեկատվությունը հավաքագրում ենք կառավարությունից եւ սովորաբար փորձում ենք հասկանալ, թե կառավարությունը այս ուղղությամբ ինչ ջանքեր է գործադրել, բայց ուզում եմ հատուկ շեշտադրել, որ նույն օրենսդիր իշխանության տեսանկյունից եւս աշխատանքները եւ դրա պարտավորությունը կրելը շատ կարեւոր դերակատարություն ունի, որովհետև պետական իշխանության հավասարազոր մարմին է նաև օրենսդիր իշխանությունը եւ այստեղ շատ կարեւոր է նաև падգամավորների գործունեությունը, որովհետև երբ մենք գնահատում ենք մեր նույն օրինակ օրենսդրական առաջարկների հետ կապված առաջարկների կատարման գործընթացը, մեզ համար պարզ դարձավ, որ մեծ մասը հիմնականում գործադիր իշխանության կողմից իրականացվող պրոցեսներ են փաստացի, բայց կուզենամ հատուկ շեշտադրել այն հանգամանքը, որ շատ կարեւոր կլինի, որպեսզի նաև ոչ միայն մեր, այլ նաև օրինակ միջազգային տարբեր մարմինների կողմից ներկայացված ռեկոմենդացիաների կատարումը ինքը որպես ակտիվ պետության ներկայացուցիչ ունենա նաև падգամավորներին, թե օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու, թե տարբեր քննարկումներ կազմակերպելու եւ այլ ձևաչափերով, ինչը դարձյալ պետության պարտավորության տեսանկյունից պակաս կարեւոր չէ։ Եվ նշեմ, որ մենք էլ պատրաստ ենք շատ կառուցողական քննարկումներ ունենալ այս բոլոր հարցերի շուրջ, քանի որ տարբեր առաջարկներ, այդ թվում падգամավորների հետ քննարկման առարկա դարձած կամ գործադիր իշխանության մարմինների նաև մեր առաջարկների հիման վրա է իրականացվել, բայց այստեղ կանգ առնեմ, շնորհակալություն հայտնեմ եւ ուրախ կլինեմ պատասխանելու